Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր ներսում կլինեն մարդիկ, ովքեր կարող են միաժամանակ լինել անցյալում, ներկայում, սիրել եւ կասկածել, ապրել եւ խաղալ։ Տաթևիկ Մելքոնյան, Տաթև Հովակիմյան եւ Թելման Խաչատրյան։ Պատրաստվեք հետաքրքիր զրույցի եւ անակնկալների։ Եվ հիմա դիմավորեք մեր անզուգականին, մարդ ում անունն է Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո սիրելի բարեկամներ, ուրախ եմ ձեզ ողջունել եւ բարի գալուստ Ներսարի գիշերային շոուի այսօրվա թողարկմանը։ Այսօր էլի խոսելու ենք թատրոնի մասին։ Հրաշալի, բարձրարժեք, հոգեպարար, բայց միևնույն ժամանակ խորամանկ հաստատության մասին, որտեղ մարդիկ պատրաստ են վճարել, որպեսզի տեսնեն, թե ինչպես են ուրիշները տառապում։ Հիմա լուրջ, ինչու են մարդիկ գնում թատրոն։ Ոմանք ասում են, որ դա լավ ուղեղի մարզանք է։ Ասում են մտածելու տեղիք է տալիս։ Լավ, իսկ դուք երբևէ փորձել եք մարզել ձեր ուղեղը, օրինակ, հարկերը ճիշտ հաշվարկելով։ Ոչ, ավելի հեշտ է նստել դահլիճում, 8 անգամ լսել մահը կյանքի անբաժան մասն է տողը, տարբեր շեշտադրումներով ու վերադառնալ տուն գիտակից քաղաքացու կեցվածքով։ Մյուսները պնդում են, որ թատրոնը հնարավորություն է կարճ ժամանակով ուրիշի կյանքով ապրելու։ Այստեղ ես մի հարց ունեմ, եթե մենք գնում ենք թատրոն, որ ուրիշի կյանքով ապրենք, մեր սեփական կյանքով ով պիտի ապրի, ով պիտի գործանի, ճաշ պատրաստի, սիրարվի, բաժանվի, գինին լցնի ու ասի, այս կյանքում էլ ոչ մի բան չի մնում, թե այդ ամենը կարող ենք պատվիրել փոստով, նույն ձև, ինչպես ներկայացումների տոմսերն ենք գնում։ Ու գիտեք ինչն է ամենազվարճալին, դերասանները։ Մենք կարողանում ենք միաժամանակ լինել եւ այստեղ եւ այնտեղ բեմի վրա ողբերգություն, լաց, ողբ, մահ, իսկ բեմից դուրս խինդ ու ծիծաղ ու մեկ էլ դե Հեսամիս աշխատավարձը պիտի բարձրացնեն, թե չէ, անհավանական տաղանդի դրսևորում։ Թատրոնը բարձրագույն դրսևորում է, բայց նաև հիանալի միջոց է հասկանալու մարդկանց վարքագիծը, որ նույն տեսարանով կարող են մարդիկ հուզվել, ծիծաղել կամ նույնիսկ քնել։ Հատկապես եթե ներկայացումը թեթևակի ձգվում է մինչև 3-րդ ժամը։ Այդ պահին արդեն հոգեբանական թրիլլեր է սկսվում, բա ինչի՞ չեմ կարող վեր կենալ ու գնալ։ Անշնորհքություն կլինի, թե ոչ, դերասանը կզգա, թե ոչ, վայ աչքից դերասաններն էլ են ուզում գնալ։ Թատրոնն ունի անսահման զորություն, այն ստիպում է մեզ զգալ, որ մեր կյանքը լի է իմաստով, որ դեռ մենք ունենք հոգի։ Այնպես որ սիրելի բարեկամներ, գնեք ձեր տոմսերը եւ մաղթում եմ ձեզ հաճելի անորոշություն թատրոնի աշխարհում։ Ողջունենք մեր նվագախմբին, Fruitsline and Friends, տղեկ, բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք։ Եվ այսօր մենք ունենալու ենք հիանալի երեկո։ Հիմա գնամ բար պատրաստելու այսօրվա կոկտեյլը իմ հյուրերի համար։ Գնացինք։ Այսօր կպատրաստենք հատուկ կոկտեյլ նվիրված մեր հյուրերին եւ նրանց նոր ներկայացմանը։ Եթե դու մեռնեիր, իսկ կոկտեյլը մենք կոչել ենք կյանքի եւ մահվան սահմանին։ Ուրեմն մեկ բաժնի համար պահանջվում է 50 մգ VND 7 տարվա կոնյակ, 30 մգ նռան հյութ, մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ու վերջ այդքանը։ Ես սա միանգամից բազմապատկել եմ 4-ով, որովհետեւ իմ հյուրերը 3-ն են, կպատրաստեմ 4-իս համար։ Ահա, ուրեմն լցնենք VND կոնյակը։ Միանգամից 4-ին հերիքեցնելու համար, ահա, դրանից հետո կլցնենք նռան հյութը, 1, 2, 3, 4, մի քանի կաթիլ ընդամենը կիտրոնի հյութ ու հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ VND կոնյակի հիմքով էս կոկտեյլները, որոնք ես պատրաստում եմ, դրանք easy mixer են, նաեւ նրա համար, որ դուք եւս կարողանաք տանը պատրաստել նույնիսկ ինձ հետ զուգահեռ ու վայելել Ներսարին դիտելիս իրական շատ համեղ կոկտեյլները, եթե փորձեք մեկ անգամ կհասկանաք ինչ նկատի ունեմ։ Իմ սիրելի մասը Մայստրո, գուցե փոքրիկ երաժշտական ուղեկցությամբ անցնենք։ Ահա։ Տեսնենք ինչ կստացվի։ Ասեմ, որ վերջում պիտի ավելացնեմ VND մի փրփրուն գինին, դրա համար նաև պետք է տեղ թողնել։ Ասեմ, մեկ էլ եթե սենց շարունակվի,
գուցե ես դիմեմ Ստյոպին իմ երրորդ մասնագիտությունը իրացնելու համար, որտեվ արդեն սկսել եմ սիրել ես ամեն ինչը, ու եթե դուք հիշում եք, ես ձեզ պատմել եմ, որ ես երկար ժամանակ մտածել եմ հենց բարմեն դառնալու մասին։ Վստահ եմ, որ բաժակներն էլ այստեղ շատ մեծ դեր ունեն, բայց ինձ թվում է, որ ես մինչև այսօր պատրաստած իմ ամենասիրուն կոկտեյլն է, ինչի համար ես շատ ուրախ եմ, ավելացրեցինք վերջում դրունգինին եւ այս հրաշք կոկտեյլը ստացանք, կյանքի եւ մահվան սահմանին կոկտեյլի մասին է խոսքը, այն պատրաստ է։ Իսկ հիմա Սիրելի հեռուստադիտողներ, ձեզ ասեմ, որ Վիենդեմ կոնյակների համը խորն է, արևով ջերմացած, խաչատրյանական երաժշտությամբ դաստիարակված, խրամքով շշալցված, ինչպես մեր հյուրերի ներկայացումը, խորը, հուզիչ եւ անսպասելի։ Եվ հիմա մի փոքր դադար, որից հետո կդիմավորենք մեր հյուրերին՝ Տաթևիկ Մելքոնյանին, Տաթև Հովակիմյանին եւ Թելման Խաչատրյանին։ Մնացեք մեզ հետ։ Fly me to the moon, let me play among the stars. Let me see what spring is like on Jupiter and Mars. In other words, please be true. Մի հեռացեք, քանի որ դաթարից հետո մեզ հետ կլինեն Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի տաղանդավոր ներկայացուցիչները, զրուցելով իրենց նոր ներկայացման, թատրոնի եւ կյանքի մասին։ You are all I long for, all I worship and adore. In other words, hold my hand. In other words, I love you. Hey, cantas enteras, now you make his azarach. Անկամ քո բույրից Ծաղիկներն է պարչում սիրելիս Սերաս եմ քեզ թե համար Տավիր իմ սրտին դու կյանք Բարեր չեմ գտնում Անկամ բարն է պարչում իձանից Մենք վերադարձանք եւ պարզ է երեկոն որքան թատերական է, այնքան էլ ընկերական, այնպես որ դիմավորեք այսօրվա հյուրերից Տաթևիկ Մելքոնյան, Տաթև Հովակիմյան եւ Թելման Խաչատրյան, ներս եկեք։ What if it's only one chaos? Their tongues all seated to breathe. The strongest wanted to breathe. And all those without chaos. Yeah. Բարի գալուստ, սիրելի մարդիկ, բարի գալուստ ներս, շատ ուրախ եմ ձեզ տեսնել ներսում ու շնորհակալ, որ այստեղ եք, ոնց եք։ Ողջույն։ Նմանապես մենք միշտ ուրախ ենք ձեզ մոտ լինել։ Շնորհակալ եմ։ Շատ լավ ենք, դու ինչպես ես։ Ես շատ լավ եմ, շատ ուրախ եմ, իսկապես որ սիրելի մարդիկ են ներսում ու խոսելու ենք սիրելի աշխարհի մասին, հա, վստահ եմ բոլորիս։ Նախ շնորհավորում եմ ձեզ, որտեվ ճիշտ է թատրոնում շնորհավորել եմ, բայց եթերային շնորհավորանք եւս կարծում եմ պետք է անել, որտեվ հրաշալի աշխատանք եք կատարել։ Իսկապես շատ ուրախ եմ ես այդ որտեղ նստած, որ ես այս մարդկանց ընկերն եմ, այս մարդկանց ճանաչում եմ, սիրում եմ, աշխատել եմ այս մարդկանց հետ։ Դե պատմեք, ուրեմն պատմեք ամենասկզբից ոնց ընտրվեց դա պիեսը, ոնց եղավ դերաբաշխումը, ոնց եղան փորձերը, նկարչակ։ Մի խոսքով ամեն ինչ այսօր հասցնել ենք քննարկել միասին։ Չեմ հիշում, չէ։ Պիեսը ընտրվեց ոչ պատահական, որովհետև մենք փնտրում ենք լավ պիես, որպեսզի ներկայացում բեմադրենք, երբեք ես չգիտեմ լավը կստացվի թե չէ, ես դրա մասին երբեք նախապես չեմ մտածում։ Զելեր, քանի որ ես շատ եմ սիրում, բայց բազմաթիվ անգամ բեմադրվել է Հայաստանում, հայրը, որդին, մայրը եւ այլն։ Գտանք, եթե դու մեռնեիր պիեսը, բայց հայերեն թարգմանություն չկար։ Դու շարունակիր Թելման, թե ոնց մենք այդ Հա, իրականում պիեսը ուզում էինք հենց բնագիրը
իրական տարբերակը, բայց բավականին երկար փնտրեցինք գիրքը, որովհետև ես հիշում եմ գրեթե եվրոպական շատ երկրներում հենց անձամբ ինքս նայել եմ, որովհետև չկար, ոչ մի տարբերակով չէին կարողանում, վերջում Փարիզից գտանք իրական տարբերակը, գնեցինք ու բերեցինք։ Այո, Նունե Աբրահամյանը հրաշալի Հետո արդեն թարգմանվեց։ Ուրեմն ես արդեն հասցել եմ դիտել ներկայացումը, վերջինը խաղացիք մարտի 30-ին, հաջորդը վաղը, մյուս օրը կարծում եմ տոմսեր չկան արդեն։ Վաղը մյուս օրը չկան, բայց մենք ունենք ներկայացումներ նաև ամսի 25-ին, 26-27, այո։ 26-27։ Դեռ կհասցնենք դեռ երկար։ Ներկայացումը ժամը 8-ին են։ Դա շատ Այդ կարևոր է։ եւս շատ հրաշալի փաստ է, որտեվ ես օրինակ շատ կողմ եմ այդ գաղափարին ժամը 8-ին ներկայացումը խաղալու, որտեվ ես էլ ունեմ ներկայացում, որ խաղում եմ 8-ին, ունեմ ներկայացում, որ խաղում եմ 7-ից, ունեմ ներկայացում, որ խաղում եմ 7-ին։ 7-ի ներկայացումը միշտ սկսում ենք ամենաուշը, եւ 7-ի ներկայացումների ժամանակ մարդիկ ինչ որ անցնում են ներկայացման ընթացքում, բայց հասկանալի է, չեմ մեղադրում Երևանում խցանները սարսափելի են, դա աշխատանքը ավարտելու ժամն է, մի խոսքով դժվար է այդ մարդկանց հասցնել գուցե նաև 6:45 լինել Դեռ թատրոնում։ մեզ մոտ ուշացման դեպքեր չեն եղել։ Այս ներկայացումը Ժամը 8-ին, հա։ Դե 8-ը հրաշալի ժամ է, մարդիկ նորմալ գործից հասցնում են դուրս գան, հետո գան թատրոն ներկայացում նայելու։ Լավ, խոսենք ստեղծագործական ընթացքի մասին։ Ինչքան ժամանակ տևեցին փորձերը, հասկացանք, պիեսը ճարվեց, գտնվեց, թարգմանվեց ու սկսվեց ավելի դաժան process։ Հա, դաժան եւ հաճելի։ Երևի հոկտեմբերին սկսեցինք, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար։ Փետրվարին հանձնեցինք, բայց իրականում կարծես թե 5 ամիս է, բայց մենք շատ թեթև ենք աշխատել, սկզբում մանավանդ մի քանի փորձ մի ամսում, որովհետև դեռ նյութին ենք ծանոթանում, պիեսը շատ բարդ է ու խորը, մենք շատ ենք զրուցել, շատ ենք խմորվել, շատ ենք վիճել, առողջ վիճաբանության մասին է խոսքը։ Ու գտել ենք երևի թե այդպես խտացված փորձեր ենք վերջին ամիսը։ Վերջինը։ Հա։ Բայց շատ հետաքրքիր process էր։ Դա քեզ որպես բեմադրիչ ինչ, չգիտեմ, քաշեց, ձգեց, գայթակղեց պիեսում։ Պիեսում ես սիրում եմ կին տղամարդ հարաբերությունների մասին եւ դիտել եւ բեմադրել, որովհետեւ դա հավերժ է։ Իսկ Զելերը այդ հարաբերությունները շատ տարբեր կողմերից է բացում, ստանդարտ չի ու անընդհատ քեզ թվում է դու ամեն ինչ կարդացել ես, գիտես, տեսել ես, ապրել ես, բայց շատ նյուանսներ ես բացահայտում քո համար, թե ոնց կարող ենք մենք ցավ պատճառել ամենասիրելի մարդուն եւ ոնց կարող ենք մենք չպատճառել, բայց պատճառում ենք։ Լավ, մենք կանադառնանք դեռ պիեսի խորքային եւ ենթակետային հարցերին անպայման, տաթև քո կերպարը Աննան բավականին բարդ կերպար է ու հուզիչ, հա։ Այ ինձ հետաքրքիր է դու ոնց մոտեցար ես դերին, ինչ մարտահրավերներ կային քեզ համար, որ մտածել ես, վերլուծել ես ու փորձել ես դրանք հաղթահարել ու գալ։ Ուրեմն նման դեպքերում, որ դերի իսկապես շատ բարդ է լինում, ամենակարևոր բանը գտնել փորձերի ընթացքում զգացմունքների, այսպես ասած, ոսկե միջին արտահայտման ձևը, որովհետև շատ հաճախ, երբ որ ամեն բջիջով է սկսում զգալ, մի փոքր գերխաղի է դա վերածվում։ Ես հիմա չգիտեմ, կարող է որոշ մարդկանց համար այդպես էլ մնա, բայց ինձ համար ամեն դեպքում որպես դերասանուհի միշտ կարևոր է փորձերին շատ փորձել շատ գեր էմոցիոնալ, որպեսզի գտնել միջին էմոցիայի արտահայտման ձևը արդեն իսկ ներկայացումների ժամանակ եւ փորձել շատ տարբեր ձևերով նույն տեքստը փորձել եւ ասել շատ նեյտրալ եւ ասել շատ էմոցիոնալ եւ ասել շատ ծիծաղելով, որպեսզի դրանք շատ կարեւոր աշխատանքներ են, դու գտնես նաեւ հետագայում գիծը քո կերպարի, որպեսզի միատոն չգնա, այսինքն լինի փակ, հետո բացվի, հետո գնա ուրիշ էմոցիայի, այդ բարդությունը այս կերպարի մեջ շատ կար, այդ գույները բերելը միանշանակ չգիտեմ դա կողքից ինչպես է ստացվել, բայց ամեն դեպքում որպես դերասանուհի փորձում եմ միշտ այդ գույների ճանապարհով անցնել եւ գտնել դա, հետո երբ որ արդեն ամբողջանում է ընդհանուր ներկայացումը խաղընկերների հետ աշխատանքը, դա ամբողջացնում ես դու ինքդ քեզ, թե որտեղ ինչ գույներ է պետք, իհարկե ամեն ներկայացման հետ գալիս է մի նոր բան, որովհետեւ նաեւ շատ կարեւոր է հանդիսատեսի շունչը եւ ռեակցիաները եւ այդ բոլոր բաները ամբողջացնում են հետագայում նաև խաղալու ընթացքում քո կերպարը
Չգիտեմ, իսկ դեռ process-ի մեջ է նաև այդ գույների փնտրման ճանապարհը ամեն դեպքում ամեն ներկայացմանը նոր այդ գույներ գալիս է։ Այ որ փնում ես նաև այդ առումից շատ հետաքրքիր է, որովհետև պրեմիերայից հետո, չգիտեմ, մի քանի ամիս գոնե պետք է, հա, դերասանին խմորելու համար այդ ամեն ինչը ու ավելի վերջնական փաթեթի բերելու համար, երևի։ Անկեղծ ասած, ես միշտ իմ աշխատանքի process-ում երևի թե բոլոր ներկայացում ունեմ, որ խաղում եմ 3 տարի եւ բան կա, որ գտնում եմ հենց հիմա։ Օրինակ, չգիտեմ, եւ նորից գարուն ներկայացումը, որտեղ մի հատված կար, որը ընդհանրապես չէի գոհանում, որ անում էի, ինչ որ մի կետում երևի թե արդեն 3-րդ տարին էի խաղում, գտա այդ կետը, որ այստեղ էսա պետք անել եւ դա մնաց։ Իհարկե հիմա ընթացքում էլի եմ փնտրելու, գիտեմ, բայց ուզում ասել, դա միևնույն այդ process-ը անդադար է գնում։ Ինձ մոտ այդպես է, չգիտեմ։ Չեմ կարող եմ ստանդարտ լինել, չեմ կարող։ Հա, միշտ տեղ կա եւ միշտ այո, փնտրելու ճանապարհներ կա։ Տեքստի ասելու գույնը, խաղի գույնը, գուցե խաղընկերների համար դա այդպես շատ բարդ է իրականում, չգիտեմ, Թելմանը կասի, բայց ինձ համար դա շատ կարևոր է։ Հրաշալի։ Նախ խաղընկերներից խոսեցիր, ողջուն ենք մեր մյուս ընկերներին, Վալենտինային եւ Հարությունին ու նաեւ հիմա էլի ասեմ շնորհավոր, որտեւ ինձ շատ դուր է եկել նաեւ այդ անսամբլ աշխատանքը։ Թելման, դու մարմնավորում ես Դանիելին, որը առանցքային կերպար է ինձ համար այս պիեսում դիտելուց հետո ամեն դեպքում ես այդ զգացողությունն եմ ունեցել ու ինձ հետաքրքիր է դու ինչ խմորումների միջով ես անցել։ Ես գիտեմ, բայց պատմեք նաեւ հեռուստադիտողին ոնց եկար Դանիելին, այն Դանիելին, որը հիմա մարդիկ տեսնում են արդեն թատրոնում։ Իրականում Դանիելի կերպարը բավականին հետաքրքիր կերպար է ինձ համար եղել, որովհետև նախ լիքը բացահայտելու բաներ ունեի, որովհետև մինչև վերջին օրերն էլ գրեթե իմ համար ինքը դեռ վերջնական բացահայտված չէր ու բաներ կա, փոքր դետալներ, որոնք որ ես հենց գտել եմ փորձերի վերջին օրերին, շատ հետաքրքիր process ու աշխատանք ենք ունեցել միասին, որովհետև իսկապես ամեն օր ինչ որ նոր բան փորձում էինք հասկանալ, նոր բան բացահայտել ու իրականում պիեսը, քանի որ ինքնին մի քիչ ավելի խճճող է, մենք էլ ինչ որ մի պահի խճճվել էինք նույնիսկ պիեսի մեջ, բայց դե բնականաբար Տաթևի հետ երկար քննարկումների արդյունքում արդեն կերպարը ամբողջովին ձևավորվեց, փորձերի ընթացքում մենք կարողացանք ստանալ մոտավորապես երևի թե այն ինչ որ ուզում էինք ու այսօր ունենք Դանիելին, Աննային, Լորային եւ Պիերին, որոնք որ ինձ թվում է բավականին լավ ճանապարհ են անցել։ Ինչ դեր քո համար ամենաբարդը, երբ կարդացիր պիեսը ու հետո կամ սկսեցիք արդեն ընթերցել միասին կազմով, հետո գնալ արդեն բեմական փորձերի, ամենաբարդը ինչը քեզ տրվեց այստեղ։ Ամենաբարդը ինչ տրվեց ինձ, հետաքրքիր հարց է, գիտեք, երբեք չէի մտածել այդ մասին, թե ամենաբարդը ինչն է տրվել ինձ, բայց երևի մի քիչ այդ խաբելու ունակությունը, որովհետև ես չգիտեմ, դժվար եմ կարողանում խաբել ու այս դեպքում դե Դանիելը Աննային շատ հարցերում խաբում է, որովհետև իրականությունը գիտի, բայց փորձում է հեռու պահել այն իրականությունից, որը կա, ու սկսում է խաբել։ Խաբելու հատվածը երևի ամենաբարդն է եղել։ Լավ, մենք դեռ կվերադառնանք այս թեմաներին։ Տատա, բացի որ պիեսը ունի շատ շերտեր, հա, արդեն իսկ իր մեջ, բայց այստեղ նաև ռեժիսորական աշխատանքն է շատ մեծ նշանակություն ունեցել այս բեմականացման մեջ, որտեղ չգիտեմ, իմերսիվ ասեմ դրան, թե ինչ ասեմ, բայց ամեն դեպքում դու քեզ զգում ես էպիկենտրոնում որպես հյուր հանդիսատես, հա, ու շատ ոչ այդքան մեծ տարածքում շատ լավ լուծումներ կան ու շատ լավ է օգտագործված այդ տարածքը, պատուհանի տեսանը, չեմ ուզում հիմա երկես բոլորը, բայց ֆանտաստիկ լուծումներ կան այդ ամեն ինչում։ Այ այս լուծումների մասին գանք, հա, ոչ ֆորմալ օգտագործման ձևին գանք։ Սկսեմ նրանից, որ մեր Մկրտչյանի թատրոնի նախասրահ հրաշալի վայր է ներկայացումներ բեմադրելու, բայց ոնց որ ստացվեց, որ առաջինը մենք այնտեղ բեմադրեցինք ներկայացում ու պատահական ստացվեց, որովհետև մենք բեմում փորձելու հնարավորություն չունենք այդ օրը, իջանք նախասրահում փորձելու, ես
ասացի, որ վերջ, այսօրվանից այստեղ ենք շարունակելու, որովհետև այստեղ ավելի հետաքրքիր է ամեն ինչ, այդ հրաշալի նույն պատուհանները եւ այլն, ու սկզբից մտածում էի, որ մի ուղղությամբ պիտի աշխատենք, հետո փորձի ընթացքում հասկացա, որ ոչ, մենք ունենք եւս երկու հրաշալի տարածք, այնպես որ հանդիսատեսը նստում է կենտրոնում եւ գործողությունները կատարվում են դիմացը եւ կողքերում։ Ու ոնց որ անմիջական կապ կա հանդիսատեսի ու դերասանների միջև, չեմ կարծում այ դու կարող ես ասել ճնշվում է հանդիսատեսը դրանից, թե ճիշտ հակառակը մտնում է այդ process-ի մեջ։ Դու դրիվ այդ ամեն ինչի մասնիկն ես դառնում։ Ահա, դե ուրեմն երևի ստացվել է մեր մտահղացումը։ Հաստատ ստացվել է, խոսենք նաև երաժշտական ձևավորման մասին, որ ինձ իսկապես շատ է դուր եկել։ Չնայած ես ծանոթ էի արդեն քո ոճաբանությանը, երաժշտական ձևավորման այդ կտրուկ անցումները, մուտքերը ու ելքերը, ու այդ լարված իրավիճակում օրինակ, չգիտեմ, ինձ համար շատ ամբողջացնող է այդ եղել, ոնց են եղել նաև այս համագործակցությունները, որովհետև բարձր որ այդ ամեն ինչը դու ստացել ես այլ մարդկանց հետ։ Ես հենց համախոհներ ունենալու արդյունքում գուցե։ Հետաքրքիր որ երաժշտությունը միշտ բեմադրել ես, ես փնտրում եմ երկար որոնումների մեջ եմ լինում, բայց այս անգամ հենց սկզբից ոնց որ բերեցի, ասեցի այս սա է լինելու, փոփոխության չենթարկվեց, որովհետև Արլինսկին ու Յարուսկին այնպիսի կատարողներ են, որ ինձ համար դա բարձրագույն որակ բառը չեմ ուզում այս դեպքում գործածել, բայց արժեք, արվեստ, ես հասկացա, որ լավ ներկայացում ստանալու համար պետք է շատ լավ երաժշտություն գտնել, դա էլ է կարևոր, ունեի լավ դերասաններ, ունենք լավ թատրոն, ունեցանք նաև լավ երաժշտական ձևավորում։ Միանշանակ, ես վերափաստում եմ, ստացվել է դա, լավ, հիմա մի հարց տամ երեքիդ, պատկերացնենք, եթե մարդ պիտի դուրս գա այս ներկայացումից ու իր հետ տանի մի միտք տուն, ընդամենը մի միտք, որ միտքը կուզեք, որ այն լինի ամեն մեկը ձեր հերթին։ Պահել այն ինչ ունես ու գուցե չվախենալ կորցնել, որովհետև ինչքան վախենում ենք, այնքան շուտ ենք կորցնում, բայց մաքսիմալ փորձել կարողանալ սիրել, այդքան էլ հեշտ բան չի։ Այո։ Դատե։ Երևի թե այն, որ կինը ունի մի զգայարան, որը դեռ չբացահայտված զգայարան է, եւ այդ զգայարանը միշտ ճիշտ է դուրս գալիս։ Երևի թե դրա մասին է ներկայացումը նաեւ։ Կինը միշտ ծնվում է, միշտ ասում ենք մայրական բնազդով է ծնվում, երևի հենց մի հատ էլ բնազդ կա, որը դեռ չեն բացահայտել, որը միշտ ճիշտ է լինում։ Կամ գուցե դրա մասին ձեռք չի տալիս խոսել տղամարդկան։ Գուցե բացահայտողները տղամարդիկ են եւ բրիտանացի գիտնականները բացահայտվել են ինչ-որ ես ձեռ տալիս, ոչ թե պետք է բացահայտել։ Գարանի մասին է այս ներկայացումը առհասարակ ինչ-որ կարևոր։ Հրաշալի, Տերման։ Ինչ թվում է մարդկային հարաբերություններում ամենակարևոր բաներից մեկը առհասարակ անկեղծ լինելն է ու ցանկացած պարագայում եթե նույնիսկ ինչ-որ մի դեպք պատահում է քեզ հետ, այս դեպքում Պիերի հետ, քանի որ պատահել է եւ ինչ-որ սիրահարվածություն ունի Լորայի հանդեպ, ինձ թվում է կարևոր կետերից մեկը, որ ցանկացած պարագայում լինել անկեղծ ու եթե դու իսկապես սիրահարվել ես ինչ-որ մեկին, անկեղծ լինես քո կնոջ հետ, խոսես այդ մասին, եթե նույնիսկ հեռանում ես, պատվով հեռանաս։ Պատվով հեռանալ է պետք է Այո, նշանակ։ այո։ Տատա, գանք Մայր Մկրտչյան թատրոնին 2025 թվականը չենք էլ կեսին չենք էլ մոտենում, էլի, այնպես որ լիքը բան է դեռ տեղի ունենալու, ինչ է սպասվում, կան արդեն մտքեր, չգիտեմ, փակելու գարնանային թատերաշրջանը որևէ ներկայացման աշնան է, ինչով ենք բացելու թատերաշրջանը, ինչ մտքեր կան։ Ասեմ, որ մենք ամսի 14-ին ունեցանք առաջնախաղ օդ ներկայացումը, բեմադրել է Դավիթ Խալաթյանը, ուզեի դրա մասին էլ խոսել, մոնո ներկայացում, խաղում է Հայկ Դարփինյանը, բավականին հետաքրքիր ու շատ ճաշակով ու գեղեցիկ աշխատանք է ստացվել, իր դեբյուտն էր մեր թատրոնում, հաջորդիվ ունենք հուլիսի 24, հուլիսի 4-ին Մայր Մկրտչյանի 95-ամյակն է և մենք շատ լուրջ պատրաստվում ենք նշել և ներկայացում է լինելու և միջոցառումներ։ Դրանից հետո կգնանք արձակուրդ, բայց հետո էլի կունենանք ևս երկու ներկայացում։
Աշնանային թատերաշրջանում արդեն։ Աշնանային, ձմեռային։ Հրաշալի։ Լավ, ուրեմն կարող ենք ասել մեր Մկրտչյան արտիստական թատրոնի հավատարիմ հանդիսատեսին, որ մեր Մկրտչյան արտիստական թատրոնը իսկապես աշխատում է ամբողջ ուժգնությամբ ու ակտիվությամբ, որտեղ անընդհատ պրեմիերաներ են այս թատրոնում, անընդհատ նորություններ կան այս թատրոնում մեզ համար, ինչի համար ես շատ ուրախ եմ ու շատ ողջորված եմ, որ սա նաև դու դարձնում ես նոր հարթակ երիտասարդ մտածողների համար, որը շատ կարևոր է, ինչի համար քեզ նաև շնորհակալություն։ Թե հենց նոր քո ասած ներկայացման հետ կապված Դավիթի բեմադրած, թե առհասարակ այդ բոլոր աշխատանքները, որ տեղի են ունենում, կարծում եմ շատ կարևոր է, ինչ որ դու անում ես։ Շնորհակալ եմ ձեզ շատ, որ ներսում եք, շնորհակալ եմ պատմելու համար, կիսվելու այս բոլոր էմոցիաներով։ Իհարկե ես շատ ավելի հարցեր ունեմ ներկայացման հետ կապված, բայց հասկանում եմ, որ չեմ կարող դրանք տալ, որովհետև արդեն պիտի բացահայտեմ այնպիսի բաներ, որ չի կարելի, որովհետև մարդիկ դեռ պիտի գան թատրոն ու վայելեն այս ներկայացումը ապրիլի փաստորեն 25, 26 եւ 27-ին ժամը 8-ին դեռ նշանակված է ներկայացումներ, որտեղ գուցե ունեք շանս տոմս գնելու։ Վաղը եւ մյուս օրը ձեզ մաղթում եմ հաջողություն, լավ ներկայացումներ, բայց այսքանով ձեզ դեռ բաց չենք թողնում, որովհետեւ ունենք ձեզ համար փոքրիկ խաղ, որի մասին եւ դուք եւ հեռուստադիտողը իմանան կարճ դադարից հետո գնացինք։ Ты так красива, невыносимо, рядом с тобою быть нелюбимым. Останови же это насилие, прямо скажи мне, и тему закрыли. Ներսեսը դեռ վերջնականապես չի խճճվել զուգահեռ իրականությունների մեջ, բայց դա չի նշանակում, որ մենք դադարում ենք զարմանալ։ Կարճ դադար, որից հետո խաղ հատուկ մեր հյուրերի համար։ Շարունակում ենք ներսարի գիշերային շոուն եւ հիմա խոստացված խաղի ժամանակն է, պետք է հասկանանք, որ պատմությունն է ճիշտ, իսկ որը սուտ, մենք խաղում ենք հենց հիմա։ Այդպիսին է խաղ, կանոնները շատ պարզ են, դուք մեզ կպատմեք պատմություն հերթով, հետո, այսինքն ես քանի որ խաղամոլ եմ, անընդհատ ես ուզում եմ ինձ ներգրավվել այս ամեն ինչում, բայց ես ուղղակի հաղորդավար եմ, այս խաղի դեպքում դեզնից յուրաքանչյուրը կպատմի պատմություն Եվ այստեղ ոչ մեկ չգիտի այդ պատմությունը արդյոք ճիշտ է թե ոչ, վերջում բոլորս կիմանանք արդյոք պատմությունը ճիշտ էր թե ոչ, այնպես որ եթե պատրաստ եք, մենք կարող ենք սկսել։ Այո։ Մենք խաղում ենք ինչն է իրական եւ ինչն է հորինված խաղը։ Ումից սկսենք։ Հատա։ Ահա։ Ուրեմն տարիներ առաջ, շատ տարիներ առաջ, ժողով ժամանակով ես գնացի Սանկտ Պետերբուրգ, որպեսզի նվաճեմ Սանկտ Պետերբուրգի բեմերը։ Եվ հիմա չգիտեմ, երևի ավելի համարձակ եմ, բայց այն ժամանակ դա 0 շանս էր, էլի, որ դու գնաս ու որոշես, որ այնտեղ պիտի կայանաս։ Գնացի ուղիղ գեղարվեստական ղեկավարի մոտ, չասեմ որ թատրոնի, եւ ասացի, ուզում եմ ձեր թատրոնում խաղալ։ Եվ ինքն էլ զարմացա, որովհետեւ նման բաներ այն ժամանակ չէր լինում, ասաց, լավ, մի բան ցույց տվեք, տեսնեմ ձեզ, ցույց տվեցի։ Էտյուդ։ Ասաց, լավ, ես շատ հավանեցի։ Ես համաձայն եմ, ես ձեզ կվերցնեմ թատրոն, ձեզ կզանգեն։ Ասացի, այո։ Սպասեցի, չզանգեցին։ Ես վերադարձի Տոմսը գնեցի ինքնաթիռի ու հիշում եմ Տոմսով կանգնացի ու զանգեցին։ Ասացին, այս ինչ օրը եկեք թատրոն, դուք ընդունված եք։ Ես ասացի, այո, կգամ, ուտրա Հայաստան։ Չասեցի, որ չեմ գալիս, որովհետև շատ աբսուրդ։ Տեղը հանեցի, դա։ Չի ուղղակի ամոթ էր, ասեմ, չէ, ես գնում եմ Հայաստան։ Այդպես վերադարձա Հայաստան։ Ինչի համար երջանիկ եմ։ Վաու։ Չգիտեմ։ Տաթևիկին մի քիչ ճանաչելով ինձ թվում է հնարավոր է որ սենց բան եղած լինի։ Ուղղակի եթե իմանամ ճիշտ էր,
Դուրս կան կսպանեմ։ Որ չի մնացել։ Հուսով եմ, որ ճիշտ չի։ Այդ որ Լավ, թվականին է։ իսկ Դա 2000-ական։ Դες ես հարցեր չպիտի տամ, ես էլի խաղում եմ։ Իսկ հիմա այդ թատրոնը տենց շատ հայտնի թատրոն է, բան Շատ հայտնի թատրոն։ իսկ դուք ուզեիր հիմա այդ թատրոնում խաղալ։ Մի անգամ։ հրավիրան խաղալ։ Ես հուսամ, որ ճիշտ չի։ Դե նորից երևի կկրկնվեմ ու կասեմ, որ մի քիչ ճանաչելով ինձ թվում է ճիշտ է, Իրա դեպքում, հա, կարա ճիշտ լինի, բայց սպասելի է նման բան, Գա Հայաստան։ որ կարող է գնալ, դիմել, հետո որոշել, որ չի ուզում։ Կամ վրեժալուծում, որ ուշ են զանգել։ Կարծում եմ ճիշտ է։ Տաթև։ Ես էլ եմ կարծում, որ ճիշտ է, ցավոք սրտի։ Ես էլ եմ կարծում, որ ճիշտ է։ Խաղումա վերջը մեկը։ Ու էլի ճանաչելով դատային, շատ հավանական պատմություն է։ Ինձ թվում է սխալ է լինելու։ Այդ ժամանակներն էր մի քիչ որ տենց Անկանոն։ 2000-ական, բայց շատ հավաստի էր պատմում, բայց դե Տաթևը կարա շատ պատմական, շատ հավաստի պատմի ու վերջում ասի։ Ոչ։ Հարցեր ունես։ Չէ։ Դե ուրեմն բացենք, հասկանանք, ճիշտ է թե Ասեմ, սխալ։ այո։ Այո։ Եվ այս պատմությունը Ճիշտ է, այո։ Պաստորեն։ Հավել եմ, որ ես եկա պատմեցի բոլորին, չհավատացին։ Հետո մեր թատրոնը գնաց Սանկտ Պետերբուրգ, այդ ռեժիսորը մոտեցավ մեր ռեժիսորին, ասաց՝ «Դուք տատա ունեք, չէ՞»։ զանգում եք ջիվը։ Հավատացին, որ հա։ Վաու, Այդտեղ։ վաու։ Բայց ես ուրախ եմ։ Հետաքրքիր պատմություն։ Մենք էլ ենք ուրախ, հատա, որ դու եկել ես Հայաստան, Իր համար ավելի ուրախ կլինեիք։ Այո։ Իհարկե կուզեի ես էլ sense հետաքրքիր պատմություն պատմել, բայց Իմն էլ անհետաքրքիր է հաստատ սրա։ Ով է հաջորդը։ մի անգամ ես կպատմեմ։ Հա։ Մի անգամ նկարահանման հրապարակում, երբ որ նկարում էինք 84-ի ամառը, մեզ հյուր էր եկել մի լուսանկարիչ, ով մեզ պետք էր backstage կադրից դուրս նկարներ աներ։ Մենք կանգնած էինք ես, Ներսեսը, Կրիպսիմեն, Ժաննան եւ լուսանկարիչը փորձում էր լույսերը դասավորել, այդպես բավականին երկար էր տևում այդ process-ը, փորձում էր անընդհատ չէր ստացվում, նորից գնում էր լույսերն էր դասավորում, նորից չէր ստացվում, նորից լույսերը, մի խոսքով բավականին երկար տևեց այս process-ը, հա, մոտավորապես մի 3 ժամ ու մարդիկ սկսեցին հարցնել ինչն է պատճառը, էլի ինչի չի ստացվում, որովհետև թվում էր թե ամեն ինչ նորմալ է, մենք կանգնած էինք ամեն մեկս մի պատի անկյունում, չգիտեմ, սենց իրար կողքի, ու այս լուսանկարիչը շատ դժվարությամբ սենց ուզում է ինչ-որ բան ասի, բայց չի ստացվում, ասում են լավ դե ասա ինչ ա եղել, ասեց ճիշտ ասած ասում է ոնց ասեմ, այս տղու դեմքը ու ինձ ա ցույց տալիս, մի տեսակ է, չի ստացվում այս նկարը, այս պատմությունը ճիշտ է թե սուտ է։ Այս տղու դեմքը մի տեսակ է։ Ես գիտեմ այս տղու դեմքը որ մի տեսակ է, ինձ դուր է գալի։ Իսկ դու ինչ պատասխանեցի իրան։ Ինչ ոչ մի բան ճիշտ ասած բոլորը ծիծաղում էին տարածքում, ես էլ սկսեցի ծիծաղալ ու այդպես։ Դե հաշվի առնելով որ նման մարդիկ կան։ Ես հավատում եմ, որ չէ, ամեն ինչ նորմալ է գալի։ Չէ, եթե նորմալ է, ես օքեյ եմ դրա հետ։ Բայց կամ սխալ լույս է դրել։ Ինձ թվում է։ Երևի որտեղ ֆոտոգենիկ ես դու։ Ֆոտոգենիկ։ Հավատում եմ։ Ես կարծում եմ որ այդ ամբողջը եղել է, բայց այն վերջը խափում ես։ Վերջը որ հատվածում։ Որ նման բան է ասել։ Դե դա հիմքը ես հավատում եմ, չէ։ Ինձ թվում է, հա, ճիշտ է։ Արի դու հավատա, ես չէ։ Հա, օքեյ, ես հավատում եմ։ Ես չեմ հավատում։ Որտեղ ունենց բաներ են ասում, սեմիչին։ Քանի որ Ներսեսը կարծիքը չի կարող ասել, որովհետև ինքը ներկա է եղել այդ Պրոցեսին ես ներկա եմ եղել։ Ես հավատում եմ։ Իրականում լավ պատմեցի, ես Բայց եմ չգիտեմ, այս հավատում։ պատմությունը անկեղծ ոչ մեկ չի պատմել։ Ես հավատում եմ։ Դու հավատում ես դու։ Ես էլ բայց ուզում եմ ասեմ չէ։ Ասում եք չէ։ Չէ, չեմ հավատում։ Եվ այս պատմությունը ճիշտ է։ Հա, իրականում այդ պահին, այդ սիտուացիայում շատ ծիծաղելի էր, որովհետև մենք էլ բոլորը սկսեցինք ծիծաղել,
բավականին երկար էր տևում այդ ընթացքում, մոտավորապես իսկապես մի քանի ժամ սպասել ենք, քանի Այդպես ժամ մարդիկ կան, հա, Վերջում չդիմացավ, ասաց, բայց այս տղու դեմքը մի տեսակ Ոյ, լավ, իմ պատմությունից շատ Ճանկերտ ենք մենք։ Անձնական է, բայց ճիշտ պատմում։ Ոչ պետք չի մտածել խափի։ ուրեմն 21 տարեկանում ես մի տղամարդու առաջարկություն եմ արել ինձ հետ ամուսնանալու ու այդ տղամարդը ինձ մերժել է։ Դրա համար մինչև արդեն 33 տարեկան ես շատ վատ եմ վերաբերվում ամուսնությանը, որովհետև շատ վատ Մերժված ես։ մերժված Իսկ դու պատմում շատ անձնական դասել եմ բեն շատ Կիանո Ռիվզը չի, չէ՞։ չէ, դա սովորական հայ Մսից արյունից, հա, որ տեսել ես հա, իրականում։ դա ինչ է 21 տարեկան 21 տարեկան չէ, Ընդհանրապես չես տեսել, թե չես շփվում։ չեմ շփվում Իսկ մենք գուցե Բայց պատահաբար ճանաչում ենք այդ մարդը։ հա, հանդիպում եմ պատահաբար Իսկ երբ որ քեզ ասեց որ ոչ, ինչ զգացողություններ ունեցա։ Դե այդ ժամանակ շատ վատ լացեցի։ Ծանր ես Երևի տարել։ կյանքիս ամենալավ լացելն էր, որտեղ դրանից հետո շատ դժվար եմ լացում։ Իսկ այդ մարդը մշակութային գործունեություն է Չէ։ ծավալում։ Մենք արդեն ուզում ենք իմանանք ով է։ Անունը ասավ։ Հաղորդում ա դառնում։ Չգիտեմ։ Այդ ինձ համար տենց շատ բան ա եղել, որ տենց Իսկ ինչ այո, ասես ամուսնությանը քեզ տենց ինքը տաբույով եմ Ոնց վերաբերվում դրա Ոնց մերժեց քեզ։ Կհիշես։ Ասեց, հա, հիշում եմ, ոնց չեմ հիշում։ Ասեց, որ պատրաստ չի ինձ հետ ամուսնանալ։ Այդքանը։ Հա։ Իսկ դու Պատրաստ պատրաստվել չեմ, ես որովհետև- որովհետեւ երկար սիրո խոստովանություն արծի, թե ուղղակի գնացիր գանցի։ Կասեց մի հատ արի հիմա Ասեցի, ցած որ փոքր կուզեք- էտյուդիկ Չէ, ոնց որ հիմա անենք։ հետաքրքիր է։ Արի փոքրիկ էտյուդիկ անենք։ Պատկերացրու ես այդ 21 տարեկան։ Դե բարձ ասել եմ, որ ուզում եմ ամուսնանանք։ Անկեղծ բարձ ասել եմ։ Ուղղակի Դրանից գնացիր հետո չեմ գանցի։ կարողանում ոչ մեկին անգամ ասել, որ սիրում եմ։ Այդքան դաժան է եղել։ Ես գիտեմ, որ դու կարող ես շատ անկեղծ լինել, ու շատ ուղիղ։ Շատ Ես ուղիղ։ հավատում եմ։ Բայց եմ հավատում, որ մերժել են։ Չէ, դե ինչի։ Ինձ թվում է այս պատմությունը սուտ է։ Բայց տաթևական է շատ։ Հա, իրականում հա շատ, բայց միևնույն ժամանակ մի քիչ չէ ինձ թվում է դու կխոստովանեիր սեր առաջինը։ Հա, Հա։ Հա, Հա, ինձ թվում է տաթևական է։ ոնց չէի խոստովանել։ ես էլ կխոստովանեի, ինչ կա դրա մեջ։ Էլ չէ, այդ ժամանակվանից ի վեր այլևս երբեք։ Հակառակը, միշտ ինքնապաշտպանական։ Դե Բայց այդ ժամանակ- ես ասեմ սուտ է, Ես ասեմ ճիշտ է։ այո։ Եվ այս Եվ պատմությունը այս պատմությունը։ Սուտ է։ Բայց լավ է, լավ խափեցի։ Հիմա մտածել եմ։ Վաու։ Լավ խափեցի։ Ավոքս, բայց տենց կուզեի տենց։ Բայց կարայի դու տենց գժություն անեի, Կուզեի, դից հավատալու միշտ է անեմ սպասել։ տենց մի հատ գժություն, բայց չի եկել դրան, բայց հուսով եմ որ մի օր կգա, որտեղ այդ գժությունը կուզեմ անել։ դե ուշի, միշտ կարաս անել։ Լավն էր։ Ես լուրջ հավատացի։ Այո։ Չէ, ես վերջինն է քիչ որ չհավատացի, բայց ինքը կարող է։ Իրան պատմած կլինեի ինքը ուղղակի մտածես, որ իրան պատմած կլինեի այդ գոնե։ Շնորհակալ եմ ձեզ, որ եղաք ներսում, շնորհակալ եմ ձեզ դրական էներգիայի համար, շնորհակալ եմ այն ամենը, ինչ որ անում եք, ձեզ միայն ու միայն հաջողություն եմ մաղթում ու էլի շարունակական sold out-ներ։ Ես իսկապես շատ ուրախ եմ ձեր կատարած աշխատանքի համար, ապրեք շատ եւ ձեզ ելի հերոստատիտող ասեմ, որ գնացեք թատրոն ու հավատացնում եմ ձեզ, դուք կհավատաք այս մարդկանց հանգիստ գնացեք, այս խաղը ուրիշ բնույթ է։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, որ ներսում եք։ Իսկ եթե ուզում եք այս խաղից ավելի մեծ հաճույք ստանալ, ապա միացեք Armenia հեռուստաընկերության կասկածելի երեկո խաղին Ռոբին ու Գարիկին եւ կհասկանաք, թե ում եւ ինչպես կասկածել։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, որ մեզ հետ եք։ Այսօր իսկապես բարդ էր հասկանալ, թե որտեղ է իրականությունը, որտեղ բեմական խաղը, բայց մի բան հստակ է, մեր հյուրերը կենթանի արվեստի վարպետներ են։ Շնորհակալություն Տաթև Մելքոնյանին, Տաթև Հովակիմյանին եւ Թելման Խաչատրյանին եւս մեկ անգամ հիանալի զրույցի խորը թեմաների ու թատրոնի կախարդանքի մասին պատմելու համար։ Այսօր դերասաններն ու բեմը մեզ տարան զուգահեռ իրականություններ։ Մնացեք մեզ հետ ու սպասեք Ներսարիի հաջորդ թողարկմանը։ Բարի գիշեր։ Բայց դու չես գալիս միայն քո մասին եմ լալիս Քեզ եմ կարոտել արի մոտս սիրելիս սիրելիս Քեզ կանչում եմ դեր ու ամենտած սպասում ներագոն ստաս նո ջամբին եմ ես նայում Բայց դու չես գալիս
կարոտել արի մոտս սիրելիս սիրելիս ես կանչում եմ տեղ ու անընդհատ սպասում երեկոն նստած քո ճամփին եմ ես նայում երեկոն նստած քո ճամփին եմ